Տիկին Մելոյան հրապարակվեց արտընտրական ցուցակը, հա, ամբողջությամբ արդեն նա քանի որ սովորաբար ինչ որ կուսակցությունը երբ որ ցուցակ է ներկայացնում ծրագիր իր ընտրողին, նա ինչ որ ուղեր տալիս է, ուզում եմ իմանալ ինչ ասելիք է, հա, սրանով ու ինչ հապորոշնով է ցուցակը կազմվել։ Նախ հարգելիներս շնորհակալ եմ ձեր ներկայության ու լուսաբանման համար, հաջողություն եմ բոլորիս հաղթում, որովհետև առաջին ուղերձը, որ մենք տվել ենք մեր քաղաքական ուժը, դա այն է, որ ակնհայտորեն մեր պայքարը իշխանության համար չի, սա դասական քաղաքական պայքար չէ, մեր քաղաքական ուժը ծնվել է հայ ազգային ինքնության ու արժեքների համար պայքարից եւ այսօր հենց այս ձևաչափով դաշինքով մեր ցուցակի ներկայացումը ու հանդես գալը հիմնական ուղերձ ունի, դա հանրային համերաշխությունն է եւ միասնությունն է, որովհետեւ այսօր մեր երկրում, մեր հանրության մեջ այնպիսի բաժանարար գծեր են տարած, որոնք մեզ լավ տեղ չեն տանել ու հենց այս նպատակով է, որ մենք հենց որոշեցինք դաշինքի ձևաչափով հանդես գալ, նաև կարծում եմ դուք հետևել լուսաբանել եք, մի շարք քաղաքական ուժեր էլ իրենց աջակցությունը հայտնել են մեր քաղաքական ուժին, այնպես որ այս միասնությունն ու համերաշխությունը ինչ որ ինչպես այստեղ եւ այս պայն մեկնարկը տվեց, շարունակական է լինելու մինչև մեր հանրային համերաշխության վերջնական հաստատում ուժեղ Հայաստանում հունիսի 7-ից հետո։ Այս պահի դրությամբ դուք գիտեք, հա, որ այս մենք թիրախավորված քաղաքական ուժ ենք, մարտի 31-ին մենք հայտարարել էինք, հուշագրեր կնքվեց, որ լինելու է ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինք, քանի որ մեկ օրում ապրիլի 7-ին ընդունվեց օրենք անձնավորները կիրառելու տեսանկյունից, կարող էինք հիմա վարչական դատարան դիմել, որովհետև սկսված իրավահարաբերություններ էր, ասեմ ավելին, կենտրոնական ընտրական հանձնաժողովում ունենք օգտահաշիվ, բայց այնուամենայնիվ ավելորդ ձևական եւ հետապնդումներից եւ ֆորմալ տեսանկյունից, հա, խնդիրներից խուսափելու նպատակով արդեն ազդարարում դիմում ներկայացրել են կլինի ուժեղ Հայաստան դաշինք։ Այսինքն անձնանունը հանվել է։ Անձնանունը այս պայդրությամբ վերջնական ճիշտ ասած մուտք չեն կարել կենտրոնական ընտրական հանձնաժողով բարձրաբանման դիմում ենք ներկայացրել հենց իմ անունով, որպեսզի իրավիճակը հստակեցնեն, որովհետև իրենք են ԿՀ-ն լիազոր մարմինը եւ արդյոք իրենք բնականon են համարում մի քանի ժամվա ընթացքում, կարծում եմ անգամ առանց իրենց ներառականության նման օրենսդրական փոփոխությունները, բայց այնուամենայնիվ զուգահեռ process-ները իրականացնում են իրավաբան։ Քանի որ դուք նաև մասնակցությամբ իրավաբան եք, ես ուզում եմ հարցնել պարոն Կարապետյանի քաղաքացիությունից, Կիպրոսի եւ Ռուսաստանի քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը ինչ փուլում է եւ դուք ինչ եք կարծում, արձագանքներ կան արդեն այդ երկրներից եւ ինչ եք կարծում, ինչքան կտևի այդ գործընթացը, որովհետեւ դուք ասում եք, որ հաղթանակի դեպքում արդեն պետք է օրենքները փոխեք, որպեսզի ինքը ստանձնի վարչապետի պաշտոնը։ Օրենք process-ը ինչքան կտևի։ Հարգելիներս, օրենքներ չի, մենք բաց ճակատով ազնիվ կերպով հենց փետրվարի 12-ին կուսակցության առաջին շնորհանդեսին ասել ենք, որ մեր վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանն է, պատահական չէր, որ հենց Սամվել Կարապետյանն է մեր վարչապետի թեկնածուն, որովհետև դա էր մեր աջակիցների հանրային պահանջը եւ ասել ենք, որ մի խոչընդոտ կա, այո, պարոն Կարապետյանի վարչապետ դառնալու համապատասխանության ցենզերի խնդիր կա, բայց դա ընդհանրապես մի տեխնիկական հոդված է սահմանադրության 148-րդ հոդվածը եւ եթե մեր հանրությունը, մեր ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները տալիս են իրենց վստահության քվեն, ըստ էության մենք ազգային ժողովի կողմից փոփոխելի հոդվածը դրել ենք հանրաքվեի։ Մենք գալու ենք պայմանական, եթե ամեն ինչ բնականon անցնի, օգոստոսի 2-ին առաջին նիստն է հրավիրվելու, օգոստոսի եւ առաջին ձևական տեխնիկական հարցերը լուծելուց հետո ներկայացնելու ենք նախագիծը։ Պարոն Կարապետյանի քաղաքացիություններից հրաժարմանը, ինչպես հենց պարոն Վարդևանյանն է ներկայացրել, հենց ինչպես պարոն Կարապետյանը մեր համակարգող ղեկավարը անդրադարձել է, արդեն ընթացքի մեջ են, դիմումները ներկայացվել են, կներեք հստակ ժամկետներ հնարավոր չեն նշել, որովհետև դրանք այլ երկրների ներպետական ընթացակարգեր են ու քաղաքացիությունից հրաժարումը կոնկրետ ժամկետային սահմանափակում չունի, հա, որ պայմանական հենց հստակ 10 օրում կամ մի ամսում կամ կես տարում տրվում է։ Նաև այդ օրինակ ոնց եք պատկերացնում իր ընտրությունը։ Դե մենք ասել ենք, մենք ցենզերը հանելու ենք
քանի որ սահմանադրական փոփոխություն ենք կատարելու։ Այդ պարտադիր պահանջը չի լինելու այլևս, որ միայն ՀՀ քաղաքացի պետք է լինի, բայց մենք հայտարարել ենք, որ Սամվել Կարապետյանը Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետը լինելու է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Տիկին Մելոյան, գուցե ես լավ չլսեցի, հաջորդ վարչապետի անունը չկար ցուցակում, թե ես լավ չեմ լսել, կհստակեցնեք։ Չէ, բան Կիրակոսյան, ես կարծում եմ դուք շատ լավ լսողություն ունեք, ինչի եք կասկածի տակ դնում։ Մենք լսեցի դրա համար կասկածում եմ։ Չէ, չէր կարող Սամվել Կարապետյանի անունը ցուցակում լինել, չնայած անգամ քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչներ բաց թողումներ են թույլ տալիս, որովհետև Սամվել Կարապետյանը այս պայդրությամբ չի համապատասխան վարչապետի համար ներկայացված ցենզերին։ Մենք չենք թաքցնում դե։ Հաջորդ վարչապետ Սամվել Որովհետև մենք առաջարկ ենք, դա մեր ծրագրային դրույթն է, քաղաքացիներին առաջարկ ենք ներկայացրել։ Եթե մարդիկ ուզում են, որ Հայաստանի հաջորդ վարչապետը պարոն Կարապետյանը, Սամվել Կարապետյանը հանդիսանա, մեզ տալու են իրենց վստահության քվեն, մենք սահմանադրական փոփոխության նախագիծ ենք բերելու։ Պարոն Կիրակոսյան կներեք, էլի, համակարգողներ չենք խուսափում, համակարգողը լինելու է պարոն Արեգ Կարապետյան, մենք ցուցակը Ներեք հարցը չհստակեցեցի, անորոշ մնաց, Տիկին Մելոյան։ հստակ ասեցի, քաղաքացիների հետ ընդհանուր տրամադրությունը, տրամադրվածությունը ձեր նկատմամբ ինչպիսին է։ Հարգելիս, ես կարծում եմ, սա էլի ազնիվ պատասխան տամ, հա, տեսնում եք, մենք անընդմեջ թե գյուղեր ենք գնում այցերի, թե մարզեր, թե Երևան քաղաքի համայնքներ, հերիք չի բավական դրական է, սրընթաց տենց դեպի դրական է գալիս, թե սոցհարցումներն են այդ մասին վկայակոչում, թե մեր հանդիպումները քաղաքացիների հետ, անկեղծ եմ ասում, երբ տետատետ մարդկանց հետ հանդիպում շփվում ենք, մարդու դեմքի վարքագծի սկսած վերաբերմունք է փոխում։ Մի բան ասեմ, հա, մեր համար կատեգորիկ մի ճշմարտություն կա։ Մենք նպատակ ունենք չճնշելու մարդկանց։ Նորմալ ենք վերաբերվում, որ Հայաստանի Հանրապետությունում կան այլ քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ։ Դա պետք է բնականon լինի ու երկուստեք ընդունելի լինի։ Մենք խնդիր չունենք, հա, քաղաքացիները հանդիպում են, որ այլ քաղաքական ուժերի են սատարում։ Մենք բավական առողջ ենք դրան վերաբերում ու կարծում եմ աննախադեպ են քաղաքական ուժերից ենք, որ ըստ էության, հա, նորածին է, մի քանի ամսեկան է ու այս տիպի, այս քանակի հանրային աջակցություն է վայելում։ Այլ ուժերի հետ համագործակցություն հնարավոր է, որ տեղի ունենա եւ այն կազմը, որ արդեն կա այսքան բավարար է իշխանապետության համար։ Հարգելիներս, արդեն ապրիլի 23-ը վերջնաժամկետն է, երբ ցուցակները պետք է ներկայացնենք, մենք նախատեսում ենք վաղը հավանաբար կներկայացնենք, ասեմ ավելին, առավոտյան արտահերթ է տեղի ունենալու մեր անվան հետ կապված հարցով իմ դիմումի հիման վրա կենտրոնական ընտրական հանձնաժողովում համագործակցություն խնդրել է անվան հետ կապված պարզաբանության տեխնիկական հարցը անդրադարձա կարծում եմ փակ լինելու աշխատակարգայինը անձամբ ինձ են որպես դիմումատու հրավիրել, բայց շատ կուզեի լուսաբանվեր, որովհետև ինձ հետաքրքիր է իրենց համալիր դիրքորոշումը, էլի էս հակաիրավական գործընթացների վերաբերյալ օրենսդիր մարմնից, որը որևէ կերպ ժողովրդավար պետությանը ու իրավական պետությանը հարիր չէ։ Վաղը կարծենք կներկայացնենք փաստաթղթերը, բայց միևնույն է մենք բացենք, եթե ոչ դաշինքային ձևաչափով մեր համակարգող ղեկավարը համագործակցության շրջանակը կարմիր գծերը հրապարակել է, հա, բացի ազգային ժողովի գործող քաղաքական ուժերից մենք համագործակցել ենք բոլոր նոր իրենց ձեռքերը չկեղտոտած, նոր փորձառություն ունեցող քաղաքական ուժերի հետ։ Ձեռքերը չկեղտոտածներ։ Շատ է, մեր երկրում 100-ից ավելի գրանցված կուսակցություն կա։ Չէ, շատերը ասում են օրինակ բացառում ենք։ Մենք բացառել ենք ու հետո շարունակում են նախկինների հետ համագործակցություն։ Չէ, պարոն Արեգ Կարապետյանը հստակ հայտարարել է, բացի այս պայդրությամբ ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի հետ դրանից կախված լինի իշխանության փոխելու համար, եթե դրանից կախված լինի։ Մենք բացարձակ հաղթանակի ենք գնում։ Փոխելու համար նաև կարևոր է այնպիսի ուժեր, որոնք կշիռ են ներկայացնում, որոնք ունեն կազմ։ Հիմա այն ինչ պատկերով ձևավորվել է, սա բավարար է իշխանապողության։ Հարգելիս, այս պայդրությամբ մենք ունենք մի տեսլական, մենք գնում ենք բացարձակ հաղթանակի, ու այդ բացարձակ հաղթանակը հնարավոր ենք համարում։ Այդ իսկ պատճառով այլ տարբերակների խուսափում ենք մեկնաբանություն։ Հետընտրական զարգացումներից էլի, օրինակ ԲՀԿ-ն հայտարարում էր, որ հետընտրական այդ համագործակցությունը մասով Սամվել Կարապետյանի ուժի հետ քննարկումներ կանի։ Այս առումով ինչ
դիրքորոշում ունի ուժեղ Հայաստանը։ Հարգելիներս էլի ասեմ, այս հարցը մենք մի տեսակետ ունենք, այո։ Մեր տեսակետը հետևյալն է. մենք գտնենք բացարձակ հաղթանակի եւ այդ բացարձակ հաղթանակի ձևաչափով ենք հարաբերություններին, համագործակցություններին այս պայդրությամբ դիտարկում։ Այլ ելք կլինի, լրացուցիչ մոտեցում կներկայացնենք, կներեք էլի գործընկերներ։ Մի քիչ շատ ավելի հնարավոր։ Դա բազվել է թիմակիցների վրա, աջակիցների վրա նկատելի է։ Վայ, մենք անկեղծ ասած հրապարակեցինք, մեր առաջնորդի հետ հանդիպում ենք ունեցել, անմիջապես հենց սահմանափակումները նվազեցրեցին, Սամվել Կարապետյանը առաջին հանդիպումը կազմակերպեց իր թիմի հետ, հրավիրելով ողջ թիմին, շատ արդյունավետ, հոյակապ հանդիպում եղավ, մենք բավական մոտիվացված ենք ու մեծ ոգով շարունակելու ենք մեր պայքարը։ Շատ կներեք էլի արդեն։ Այո, շնորհակալ եմ շատ։